Բարև սիրելի բարեկամներ, առավոտը շարունակում է իր հաղորդաշարը, որը կոչվում է Ջրբաժան, եւ մենք խոսում ենք ավանդույթների եւ արդիականության դրանց բալանսի մասին։ Եվ այժմ իմ զրուցակիցն է Իրանագետ Վարդան Ոսկանյանը, շնորհակալություն Վարդան։ Հաճույքով բարև ձեզ։ Ուզում եմ խոսեմ ավանդույթների մասին եւ ավելի ճիշտ միֆերի, Միֆերը ավանդույթների մեջ շատ կարևոր տեղ են գրավում, ինչ նշանակություն ունեն միֆերը ազգակերտման համար, թե դրանք պարզապես հեքիաթներ են, հորինվածքներ, այսպես ասած։ Իրականում մեր Homo sapiens-ի, ասեմ այսպես, ի հայտ գալուց ի վեր մեզ համար շատ կարևոր է պատկերավոր մտածելակերպ, այսինքն ըստ էության, եթե մենք դիտարկում ենք, ասենք, պատմության խորքերը, ժայռապատկերներ եւ այլն, մենք միակ կենթանի արարածն ենք կամ էակն ենք, որը ունի պատկերավոր մտածելու եւ այդ պատկերները թե բանավոր խոսքով, թե ասեմ այսպես գեղարվեստական այլ միջոցներով ներկայացնելու, հետեւաբար մեզ համար ոչ միայն որպես հայեր, որպես էթնիկական հանրույթ, որպես ազգային միավոր, այլ ընդհանրապես մարդկության համար առասպելները շատ կարևոր են եւ այդ առասպելները ըստ էության կերտում են նաեւ աշխարհայացք։ Եթե մենք դիտարկենք դիցուկ մեր պարագան, հայերիս պարագան, ապա ակնհայտ է, որ մեր ազգաստեղծման պատմությունն ինքնին հիմնված է առասպելի վրա, հայկի եւ բելի առասպելը, բազմաթիվ այլ առասպելներ, որոնք ձևավորում են մեր աշխարհայացքը որպես թե անհատներ, թե որպես էթնիկական ամբողջությամբ կամ ազգային միավորի առանձին, ասեմ այսպես, բաղադրիչներ։ Հետևաբար այս առումով կարծում եմ առասպելները եւ այդ առասպելների վրա որոշ դեպքերում հենված ավանդույթները չափազանց կարևոր են, որպեսզի մենք կարողանանք տարանջատել մեզ թե որպես անհատներ, դիցուկ մեր անհատական պատմությունը, որը ունի որոշակի առասպելականության տարեր իր մեջ, թե որպես էթնիկական հանրույթ, հետեւաբար կարծում եմ թե ավանդույթը, թե առասպելը ըստ էության կարևոր են, բայց մենք չպետք է նաև գերագնահատենք դրանց դերակատարությունը, հատկապես եթե խոսքը գնում է, ասենք, օրինակ քաղաքական որոշումներ կայացնելու համատեքստի մասին։ Ավելի ուշ առասպելի մասին, ինչ է ինձ համար, դա կարճ պատմություն է, որը ուղղված է ինչ-որ մի նպատակի եւ ինչ-որ մի լսարանի համար։ Ավարայերի ճակատամարտը։ Դրա մասին, չգիտեմ, հատորներ են գրվել, երևի մի ամբողջ գրադարան կարելի է, չէ, դրա մասին։ Բայց կա Եղիշեի կարճ պատմությունը, որը մեզ համար կողմնորոշիչ է դարձել, եւ որտեղ ճշմարտությունը եւ ֆանտազիան միահյուսվում են, պարտադիր պետք է միահյուսվեն, չէ։ Միանշանակորեն, եթե մենք գործ ունենք 4 պատմական փաստի հետ, ապա այդ 4 պատմական փաստը տարիների ընթացքում, դարերի ընթացքում որպես կանոն, երբ սկսում ենք մենք դրան տար առասպելականություն կամ հաղորդել հերոսականություն, սերտ աճում է տարբեր բաղադրիչներով, գեղարվեստական զանազան էլեմենտներով, մինչև այն, որ ստեղծում է դրա հիման վրա հսկայական գեղարվեստական գրականություն։ Ասենք, եթե մենք վերցնենք Վարդանանքը, ապա Եղիշեի ձեր այդ նշած համառոտ պատմության հիման վրա ստեղծվել է լայնածավալ գրական գործ։ Եթե մենք նայենք դիցուկ Ստեփան Զորյանի Պապ թագավորը եւ այլն, ապա կտեսնենք, որ Բուզանդի բավական համառոտ դրվագի վրա ստեղծվել է գրական գործ, ստեղծվում են ֆիլմեր եւ այլն, ցավոք մեզանում կարծեք թե պատմական ֆիլմերի ժանրը զարգացած չէ, այնինչ դա շատ կարեւոր է։ Ի տարբերություն թուրքերի, որոնք սերիալների այդ միջոցով, ընդ որում բազմասերիանոց սերիալային համակարգով կարողանում են տարածել ոչ միայն սեփական պատմության իրենց դիտակետը, դրական լույսի ներքո, հերոսական լույսի ներքո, օրինակելի լույսի ներքո, այլ նաև դրանով ազդում են զանազան այլ հանրույթների էթնիկական աշխարհայացքի վրա, այդ թվում մեզանում։ Ես գիտեմ, որ մեզանում էլ կան անձինք, առնվազն անձինք, եթե չասենք առանձին խմբեր, որոնք այդ սերիալները դիտում են։ Հետևաբար, կրկին վերադառնալով մեր զրույցի սկզբին, այո, առասպելը ինքը կարող է իր մեջ պարունակել պատմական 4 փաստ, բայց առասպելը նրանով, որ սերտաճած է հենց առասպելական, հերոսական, գեղարվեստական դրվագներով։ Հիմա մեր իշխանությունը, այսօրվա իշխանությունը ասում է, որ մեզ պետք է դեմիֆականացնել, եւ ամեն ինչ դիտարկել մաքուր ճշմարտության տեսակետից։ Դա հնարավոր է։ Դա նույնն է, ես պատկերավոր օրինակ բերեմ, եթե մարդկային հանրույթը սկսի այսուհետ այդ գեղարվեստական պաճուճանքից ազատվելով ման գալ ամբողջովին մերկ։ Չեմ կարծում, թե դա էսթետիկ առումով նույնիսկ հրաշալի է։ Անշուշտ բնական վիճակը, մեր բնական վիճակը, ինչպես ասում են, Աստված մեզ արարել է կամ բնությունը մեզ ստեղծել է այդ կարգավիճակով, բայց մենք մեզ պարուրել ենք հագուստով։
Հետևաբար այս համատեքստում մեր իրականությունը իմանալը շատ կարևոր է, բայց այդ միայն այդ իրականությամբ ապրելը չեմ կարծում թե հետաքրքիր երևույթ է։ Ի վերջո նաև մենք զգացական էակներ ենք, մենք ռոբոտներ չենք եւ չենք կարող ծրագրով, ասեմ այսպես, ապրել առավոտից իրիգուն օրնի բուն տարիներ շարունակ։ Հետևաբար նաև ազգային պետության համար առասպելը շատ կարևոր է։ Առասպելի վրա է հիմնվում շատ դեպքերում եւ պատմության վրա է հիմնվում շատ դեպքերում պետության լեգիտիմության իրավունքը հատկապես մեր տարածաշրջանում։ Մենք մեր տարածաշրջանում ունենք պետություն, որը ստեղծվել է բացառապես առասպելի եւ պատմական լեգիտիմության իրավունքի հիման վրա։ Իսրայելի օրինակը դրա ամենաակնհայտ դրսևորումն է։ Տեսեք, հազարամյակներ շարունակ ըստ էության հրեաները այդ տարածքում կորցրել էին պետությունը, բայց 5 կտակարանյան աստվածաշնչյան 5 կտակարանի Թորայի իրենց եզրաբանությամբ հիման վրա եւ պատմական լեգիտիմության առումով այդ պետությունը վերստեղծվել է։ Մեր տարածաշրջանում պատմական լեգիտիմությունը, որը հիմնվում է նաեւ այդ առասպելի վրա, մենք այստեղ ենք այն ժամանակ, երբ դուք չկայիք, երբ հակառակ կողմը չկար։ Շատ կարևոր կռվան է։ Մենք կարող ենք վիճարկել որքանով է դա ճիշտ, ով է եղել առաջինը, ով չի եղել առաջինը, բայց դա շատ կարևոր կռվան է այստեղ պետականակերտման համար։ Եվ մենք դրա լավագույն օրինակները կարող ենք տեսնել։ Այժմ նույնիսկ Եվրոպայում այդ տենդենսը կա։ Հունգարացիների պարագան չափազանց հետաքրքիր է այս առումով։ Տեսեք, հունգարացիները ըստ էությամբ Եվրոպայում հայտնվել են, մադիարները կամ մաջարները Եվրոպայում հայտնվել են Ուրալից գաղթելով, բայց ըստ էության հիմա իրենք այլ խոսույթի մեջ են, եվրոպական խոսույթի մեջ են, միևնույն ժամանակ առաջ են մղում այսպես կոչված մեծ Հունգարիայի առասպելի գաղափարը եւ այլն եւ այլն։ Հետեւաբար այս ամենը չի վերացել։ Ըստ էության այսօր նույն ինքը, ասենք օրինակ բերեմ այլ օրինակ, Ուկրաինան հիմնված է իր ազգային գաղափարախոսությունը հիմնված է այն էլեմենտների վրա, որոնք ունեն զգալիորեն առասպելականացված տարրեր։ Ռուսաստանը նույն կերպ, բազմաթիվ այլ օրինակներ կարող ենք բերել։ Միացյալ Նահանգները նույնն է, այո, Միացյալ Նահանգներն էլ թեև մենք գործ ունենք համեմատաբար նորաստեղծ պետական միավորման հետ, բայց ամերիկյան երազանքն ինքնին առասպել է։ Ինքնին առասպել է, որին ձգտում են, այդ առասպելը հաճախ իրականություն չի դառնում, բայց դրանով է կերտվում ամերիկյան աշխարհայացքը։ Եվ դրան զուգահեռ ասում են, որ պետք է դեսակրալիզացնել, այսինքն դեսրբականացնել։ Օրինակ, Արարատ լեռը ոչ թե բիբլիական լեռ է, որը սրբադասվում էր մեր մշակույթում, մեր հոգեբանության մեջ, այլ պարզապես մի սար է ժամանակակից Թուրքիայի տարածքում։ Հիմա շատ հետաքրքիր ուսումնասիրություններ կան տարածքի սրբազան դիտարկելու առումով։ Եվ հստակ գիտական մեթոդաբանությամբ այդ ուսումնասիրությունները իրականացվել են, հոդվածներ կան այդ մասին։ Մարդը պատրաստ է իր անվտանգության նպատակահարմարությունից զիջելու որոշակի տարածք, ասեմ այսպես, թշնամին անընդհատ սպառնում է քեզ պատերազմով, ձգտում է վերցնել խլել քո որոշակի տարածքը եւ ասում է, թե այդ տարածքը տաս, այլևս քո անվտանգությունը ապահովված կլինի։ Մարդը ապացուցել են զանազան մեթոդաբանության կիրառությամբ, տարբեր մեթոդաբանությունների կիրառությամբ, որ մարդը պատրաստ է դա անել։ Բայց պատրաստ չէ դա անել մի պարագայում, եթե այդ տարածքը իր համար սրբացված է, եթե այդտեղ կան իր նախնիների գերեզմանները, եթե այդտեղ կա իր համար սրբավայր։ Հետևաբար այս խոսույթը շատ վտանգավոր է։ Երբ դու ապա սրբազանականացնում ես, չգիտեմ ինչպես ասեմ, դեսակրալիզացնում ես այդ տարածքը, ապա այդ տարածքը թշնամուն տալու գործընթացը շատ ավելի հեշտանում է։ Այս իմաստով երկու ծայրահեղություններն էլ ըստ էության սխալ են։ Մենք չենք կարող համարել Հայաստանի հողը սրբազան տարածք, որի վրա չի կարելի ոտք դնել, բայց մենք կարող ենք համարել Հայաստանի հողը սրբազան տարածք, որի վրա պետք չէ որ թշնամին ոտք դնի։ Հետևաբար երկու ծայրահեղություններն էլ սխալ են։ Ակնհայտ է, որ Մասիսը կամ Արարատը մեզ համար ունի խորհրդանշական շատ կարևոր լիցք։ Մեր աշխարհայացքն է ձևավորել։ Ի վերջո մենք չենք կարող խորենացու պատմությունից հանել այդ նույն առասպելը, Արտավազդի առասպելը, որը գանված էր Մասիսին, Մասիսը այնքան սրբազան լեռ էր, որ նույնիսկ արգելվում էր նրա վրա բարձրանալ, գիտեք, Աբովյանը առաջինն էր, որ ըստ էության այդ տաբուն խախտեց, սրբացված լեռ էր, բայց չի կարելի նաև հակադրել Մասիսը հայկական բարձրավանդակի այլ լեռների հետ, որոնք նույնպես ունեն սրբազան լիցք։ Արագածի եւ Արարատի օրինակը, չէ՞, փորձ է կատարվում հակադրության մեջ դնել, ոչ,
Արագածը մեզ համար նույնքան սրբազան է, որքան Մասիսը, որքան Սիփանը, որքան Նեմրութը, որքան Վարագա լեռը, որի փեշերին կա Վարագա վանքը, եւ մեր տարածաշրջանի այլ լեռներ, Խոստուփը եւ այլն եւ այլն։ Հետեւաբար այս հակադրությունը, արհեստական հակադրությունը եւ ըստ էության բերում է նաեւ ինքնության քայքայման, միտված է ինքնության որոշակի էլեմենտների քայքայման, դեմոնտաժի, ապամոնտաժման, որի հետևանքները կարող են շատ վատ լինել։ Երևի ձեզ ավելի մոտիկ օրինակ, չգիտեմ ճիշտ օրինակ է թե չէ։ Ինչու մահմեդական աշխարհը, մասնավորապես Իրանը եւ Իսրայելը չեն կարող բարիշել, որովհետեւ տաճարը, որը սրբադասված է հրեաների համար, հա, նրանց համար է սրբադասված եւ նրանք չեն կարող համատեղել այդ երկուսը։ Իրականության մեջ այդպիսի էլեմենտ կա, բոլորի համար Երուսաղեմը սրբազան տարածք է, թե քրիստոնյաների համար, թե մահմեդականների համար, թե հուդայականություն դավանող հրեաների համար։ Հետևաբար այս համատեքստում այդ Երուսաղեմի պատումը նույնպես չափազանց կարևոր է։ Միջնադարում եվրոպական քաղաքակրթության հիմնական առաջնահերթություններից մեկը, գիտեք, խաչակրած արշավանքներ եւ այլն, տիրոջ գերեզմանի ազատագրումներ անհավատներից, որովհետեւ միջնադարյան գաղափարախոսությամբ ըստ էության այլ կրոնի հետևորդ լինելը, նույնիսկ նույն կրոնի այլ ուղղության հետևորդ լինելը հավասար էր անհավատության, հեթանոսության, հերթվածողության եւ այլն։ Ոստի այս համատեքստում չեմ կարծում, թե Մասիսը հանելով մեր աշխարհայացքային այն բաղադրիչներից, որոնց վրա ձևավորված է նաև մեր ինքնությունը, մենք կհասնենք հաջողության։ Ինչ պետք է անենք։ Հայ գրականությունից պետք է հանենք Մասիսին նվիրված կամ Արարատին նվիրված այդ հսկայական կորպուսը։ Կամ Նարեկացու տաղից, ասենք։ Նարեկացու տաղից պետք է հանենք, չգիտեմ, Աբովյանի այդ կյանքի այդ հատվածը պետք է ուրանանք։ Ինչ պետք է անենք։ Անհնարին երևույթ է եւ ըստ էության կներեք արտահայտությանս համար դատարկ խոսույթ։ Նույնը, ասենք, տեղանունների վերաբերյալ։ Նրանք ասում են Գյողջա, մենք ասում ենք Սևան, թող նրանք ասեն այսպես, մենք այսպես, կամ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, հա, նրանք ասում են Արևմտյան Ադրբեջան, դե հիմա իրանք նեղանում են մեզնից, մենք նեղանում ենք նրանցից։ Կա արդյոք սիմետրիա այստեղ։ Ես բերեմ մեկ այլ օրինակ, հաճախ մեզ համատում են Եվրոպայի հետ, փորձեք Լոնդոնում որևէ, ասենք, գիտարժողովի ժամանակ օգտագործել Լամանշ եզրույթը։ Չեմ կարծում, թե անգլիացիները դրանից մեծ հաճույք ստանան եւ նույնը ասել the channel, ասենք օրինակ Փարիզում։ Հետևաբար տեղանունների հանգամանքը չափազանց կարևոր է առավել եւս մեր նման տարածաշրջանում։ Ասենք նույն արաբա-իսրայելական համատեքստում, եթե մենք փորձենք դիտարկել, որևէ պարագայում դուք չեք հանդիպի, երբ իսրայելցիները կիրառեն տվյալ քաղաքի տարածաշրջանի արաբական անունը եւ հակառակը, ընդ որում սրանք ցեղակի ժողովուրդներ են, լեզուներն էլ շատ մոտ են։ Այսինքն, եթե նույնիսկ եբրայերեն դու ասում ես դրա անունը, եբրայերեն Գազա, արաբերեն Ղազա, բայց միևնույն է, ոչ մի արաբ չի ասի Գազա եւ ոչ մի հրեա չի ասի Ղազա։ Հետևաբար այս համատեքստում դրանք շատ կարևոր են նաեւ տարածաշրջանի համատեքստը հաշվի առնելով շատ կարևոր են ծավալապաշտական նկարտումները հստակորեն տեսնելու եւ գնահատելու համար։ Երբ Ադրբեջանում պաշտոնապես, ես ուզում եմ սա շեշտել, անձամբ Իլհամ Ալիևն է հնչեցրել այդ միտքը, որ այսուհետև պետք է կիրառվի այսպես կոչված ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի բնիկ ադրբեջանական տեղանունները։ Երբ Վարդենիսը կոչում են բարբարոսական անունով, ինչու եմ ասում բարբարոսական, հիմա հարց կտակ, ասեք, բարբարոսական ինչու է կոչում։ Ես համարում եմ, որ բարբարոսություն է, երբ դու ավերում ես եկեղեցին, երբ այդ եկեղեցին, չգիտեմ, յուրացնում ես, դա բարբարոսական ակտ է, եթե որևէ այլ գնահատական կարելի է։ Ինչը եւ անում են Արցախում եւ այն բոլոր տարածքներում, որը ըստ էության պատմականորեն եղել է Հայաստանի մաս եւ եղել է մեր քաղաքակրթության մաս։ Նախիջևանի խաչքարերի օրինակը լավագույն օրինակ է, եթե որևէ մեկը կարող է դա բարբարոսությունից զատ այլ եզրույթով կոչել, թող կոչի, միգուցե վանդալիզմ կոչեն։ Okay, դա էլ է ընդունելի։ Հիմա, երբ կիրառվում է տեղանվան այսպես կոչված ադրբեջանական տարբերակը, ապա դա հստակ ցուցիչ է առ այն, որ դու ունես տարածքային հավակնություն այդ հատվածի նկատմամբ։ Մեր պարագան բոլորովին այլ է, մենք չենք կարող խորենացու պատմությունը սրբագրել։ Մենք չենք կարող Կորիոնի պատմությունը սրբագրել, մենք չենք կարող Հացեկած գյուղը հանել, այսօր չգիտեմ թուրքերեն ինչ որ անուն են դրել, տեղի քրդերը դեռևս կոչում են Խասիկ, այսինքն հացիկ,
Այո, մենք չենք կարող դա սրբագրել եւ այնտեղ տեղադրել թուրքական անվանումը։ Իրենց պարագայում պատմական ավանդություն չկա։ Այսինքն իրենք պատմական ավանդությունը սրբագրելու խնդիր չունեն, որտեղ այդ ավանդության մեջ իրենց համար շատ խորթ է հայկական տեղանունը։ Ընդ որում երկու մեթոդաբանություն կա, կարծում եմ հետաքրքիր կլինի մեր ունկնդրի համար։ Ըստ էության տեղանվանը կամ հայկական տեղանունը կամ աղճատվում է իրենց լեզվին, իրենց ինչպես ասում են արտասանական համակարգին համահունչ, ունենք բազմաթիվ դեպքեր, ասենք Աղիտու գյուղը, որը հինավուրց գյուղ է, մենք ունենք Աղիտուի հուշարձանը, շատ հայտնի հուշարձան, աղուդի են դարձնում սեփական արտասանական համակարգի առնելով։ Այո, հարմարեցնում են իրենց նույնը Շուշիի պարագանը, չէ՞, Շուշա են դարձրել ժողովրդական ստուգաբանությամբ էլ կապել են դա ապակի բառի հետ, չնայած ապակի բառը ինքը պարսկերենից է փոխարյալ իրենց լեզուն, բայց այսուհանդերձ եւ բազմաթիվ նման օրինակներ ունենք։ Ախտաները գրեթե բոլոր ախտակոչեցյալները դրանք հայկական տարբեր անունների աղճատումներ են, թարգմանում են անունները երբեմն հայրենից թարգմանում են դիցուկ, ծաղկածորը թարգմանում են իրենց լեզվով դարաչիչակ, ընդ որում զարմանալի կառույց է, որովհետև թյուրքական լեզուների քերականությանը ոչ համահունչ, հակառակը պետք է լիներ շարադասությունը։ Եղեգիսը դարձնում են ալայազ, ընդ որում հայրենի վաղ արտասանության նմուշ է, որը պարսկերենի միջոցով է անցել, երբ ղ դեռևս լ էր հնչում, կամ ուղղակի տալիս են նկարագրական անվանումներ, ինչպես այդ Բասար Գեչար եւ բազմաթիվ Զանգի Բասար, չգիտեմ, կանգնեց անցավ, բռնեց անցավ, այսպիսի անվանումներ են տալիս, այսինքն պատմական որևէ հիմք չունի։ Խնդիրն այն է, կարծում եմ, որ Ադրբեջանը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ, այսինքն միֆականացման, սակրալիզացիայի ուղղությամբ, եւ այդ գործընթացում բնականաբար հայկականությունը շատ մեծ դեր ունի։ Այսինքն մեզ ասում են մի դեմոնացրեք թուրքերին եւ ադրբեջանցիներին, բայց նրանք մեզ դեմոնացնում են։ Այո, միանշանակորեն, երբ դու տարածքը կոչում ես ոչ հայկական անունով, ապա այդտեղ ապրող մարդու համար այդ տարածքը եւ քարոզում ես դա, որ սա այսպես է պատմականորեն, դու վերացնում ես նրա բոլոր, ասեմ այսպես, ներքին լիցքերը, ներքին ցանկությունները այդ տարածքում ապրելու եւ այդ տարածքը պաշտպանելու։ Եթե այդ տարածքը հայկական չէ, ապա ես ինչու պետք է դա պաշտպանեմ։ Շատ པարզ պարադիգմով։ Նույնը նաեւ դիվականացումը կամ ապամարտկայնացումը, դեհումանիզացիան Ադրբեջանում տեղի ունենում հայերի դեհումանիզացիա, որովհետև դեհումանիզացիայի հանգամանքը ինքը ցուցիչ է արդեն պատերազմի։ Շատ վատ բան եմ ասելու, բայց զինվորը եթե պետք է սպանի դիմացի կողմում կանգնած զինվորին, ապա այդ զինվորը նրա գիտակցության մեջ չպետք է դիտարկվի որպես մարդ, իր նման էակ, հակառակ դեպքում այդ դա կդիտարկվի որպես սպանություն։ Հետևաբար պատերազմական պայմաններում բոլոր պատերազմներին է դա բնորոշ։ Իրականացվել է դեհումանիզացիա, ամերիկացիները ժամանակին դեհումանիզացիա են ենթարկել, մեքսիկացիներին երբ խնդիր կար Մեքսիկայի հետ, չգիտեմ, աշխարհի բոլոր կետերում գերմանացիները ռուսներին, խորհրդային միությունը գերմանացիներին, մեր պարագայում նույնը, հետևաբար հիմա երբ թշնամական այդ քարոզը հայերի ապամարտկայնացումը, հայերի դիվականացումը շարունակում է լինել առանցքային, ես շեշտում եմ, առանցքային մարգինալ խոսույթ չէ սա։ Առանցքային խոսույթ է Ադրբեջանում, մեր պարագայում այս տարատեսակ մեր ինքնությանը հասցվող հարվածները, մեր իմունիտետը մեր իսկ կողմից ոչնչացնելը դա նման է, երբ վիրուսային համաճարակի պարագայում դու որևէ միջոց ոչ միայն ձեռք չես առնում, դեռ մի բան էլ քայքայում ես քո իմունային համակարգը։ Ազգը չունի, երբ ազգը չունի մշակութային, քաղաքակրթական բեքգրաունդ, ինչպես որ ասացիք, նա բնականաբար ուրիշներին է սեփականաշնորհում, սեփականացնում է։ Ընդ որում նրանք ադրբեջանցիները վերցնում են ոչ միայն մերը, այլև ասենք պարսկականը։ Էլեմենտար օրինակ Պրոսպեկտի մսկիթը նրանք ասում են ադրբեջանական է։ Հիմա պետք է ապացուցել, որ դա ադրբեջանական չէ։ Տեսեք, կարծում եմ, որ պետք է շեշտել դա։ Ընդհանրապես ադրբեջանական մսկիթ հասկացություն գոյություն չունի։ Մենք չունենք ճարտարապետական առանձին դպրոց։ Հայկական եկեղեցի հասկացություն գոյություն ունի, եւ դա բնորոշում է ճարտարապետական դպրոցը, ճարտարապետության յուրատեսակ, ասեմ այսպես, մոդել, մեթոդ եւ այլն ճարտարապետները ավելի լավ կբացատրեն։ Մենք ունենք իրանական ճարտարապետական դպրոց, որը տարածված է Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, մինչև ընդհուպ ասենք օրինակ Սամարխանդ, Բուխարա եւ այլն։ Բայց մենք չունենք ադրբեջանական դպրոց, հետեւաբար եթե կրոնական առումով ենք փորձում մսկիթը անվանել, ապա մսկիթները լինում են շիայական եւ սուննիական։ Եթե մենք փորձում ենք դրան տալ
ասեմ այսպես դպրոցի բաղադրիչը, ապա անշուշտ դա իրանական ճարտարապետական դպրոցի նմուշ է, հետևաբար որևէ պարագայում կրոնական առումով դա շիայական մզկիթ է, ճարտարապետական դպրոցի առումով դա իրանական մզկիթ է։ Ընդ որում ուշագրավ է Երևանի Կապույտ մզկիթում կան նաև հայկական ճարտարապետության էլեմենտներ, որովհետև բնականաբար հայկական միջավայրում նաև մեր ճարտարապետության եւ իրանական ճարտարապետության որոշակի սինթեզ կա այդ մզկիթում։ Ուստի որևէ հիմք չկա դա կոչելու ադրբեջանական։ Ընդ որում, եթե բերվում է մզկիթը կառուցողի կամ դրա պատվիրատուի հանգամանքը, որը ղաջարական տոհմից էր, ղաջարները Երևանի խանությունում խանական արքայատոհմն էին կազմում, դինաստիան էին կազմում, ապա ղաջարները այդ ժամանակ չէին էլ գիտակցում եւ չէին էլ ենթադրում, որ իրենք դառնալու են ադրբեջանցիներ։ Իրենք անշուշտ թյուրքախոս էին, բայց թյուրքախոս բազմաթիվ էլեմենտներ կային մեր տարածաշրջանում, որոնք իրենց ուղղակի ադրբեջանցի չէին կոչում, որտեղ չկար այդ եզրույթը։ Այդ եզրույթը ադրբեջանական ինքնությունը շատ ավելի ուշ էր հայտնվելու էր 19-րդ դարում եւ դա նույնպես փաստված է։ Ուստի յուրացման քաղաքականությունը կամ ոչնչացման քաղաքականությունը նույն պատերազմի շարունակությունն է։ Եթե դու ոչնչացնում ես հայկական հետքը այդ տարածքում, ապա փորձում ես այդ տարածքը այնուհետև ներկայացնել որպես քո սեփականը, ինչպես ասում են, ապուվապերի տարածք կամ յուրացնում ես, որը նույնն է։ Դուք շփվում եք բնականաբար ձեր գործընկերների հետ, հա, պատմաբանների, դժվար թե որևէ լուրջ մարդ համարի, որ դա դիվանք ադրբեջանական եկեղեցի է, բայց դա պետք էլ չի իրենց պետք է որ իրենց ժողովուրդը դրան հավատա, իսկ իրենց ժողովուրդը դրան հավատում է։ Տեսեք, շատ կարևոր է, ոչ մի լուրջ գիտնական դրան չի հավատա, բայց ցավալիորեն գիտության մեջ կան նաև տարբեր մոտեցումներ, հասկանում եք, ֆինանսավորումը շատ կարևոր հանգամանք է։ Գիտեք, Վատիկանում այդ տխրահռչակ Չակերտավոր գիտաժողովը, Արցախի աղբանական ժառանգություն եւ այլն, ակնհայտ է, չէ՞ որ Գանձասարը փող են դրել, հա։ Այո, փող են տվել, որոշ գիտնականներ էլ կան, որոնք իրենց խղճի դեմ մեղանչելով գնացել են այդտեղ, չգիտեմ, գրանտներ են հավանաբար ստացել, իրենց գործն է, լուրջ մարդը դրան չի հավատա, բայց կրկնեմ, չափազանց կարևոր է։ Եթե ինքը գնում է խաղաղության, դուք պատկերացնում եք, բերեմ զուգահեռ օրինակ, որպեսզի շատ հասկանալի լինի։ Եթե օրինակ Ռուսաստանում ասեմ, որ Կալինինգրադը դա պատմականորեն գերմանական քաղաք Քյոնիգսբերգը չէ եւ կանտնել ոչ թե գերմանացի, այլ հին ռուս է։ Հիմա իրենք ասում են Կիրակոս Գանձակեցին դա հայ չի եղել։ Աղվանցի է եղել եւ այլն, աղվանցիները այսպես կոչված իրենց նախնիներն են։ Հիմա ինչպես էր հայրեն գրում, իրեն ինչպես էր ինչու էր արձանագրությունը, դադիվանքի արձանագրությունները ինչու են հայրեն, Արզու Խաթունը, որը այդտեղ թողում է իր արձանագրությունը, ինչու է խոսում իր որդու մասին, որը զոհվեց ի թուրքաց պատերազմի, թուրքերի հետ պատերազմում եւ այլն, սա հաշվի չեն առնում, հետեւաբար աբսուրդի ժանրից է, բայց շատ կարեւոր է առաջինը մեզ զրկել այդ ժառանգությունից, երկրորդը այդ ժառանգությամբ դաստիարակել սեփական հանրությանը, սեփական հասարակությանը։ Դուք միջին վիճակագրական Ադրբեջանում ադրբեջանցուն այսօր էլ եկեղեցին եթե ցույց տաք, նա կասի, որ դա հայկական եկեղեցի է, ընդ որում իրենց անվանումն էլ է հայկական, ասում են Խուդավանք։ Վանգը հայրենից փոխառություն է, վանքը խուդան էլ խուտ բառն է հայրեն, ժայր, խուտ եւ այլն, նույնականացնում են պարսկերեն Աստված բառի հետ, խուդա բառի հետ, այսինքն եթե նույնիսկ խուդավանք են կոչում, դա այլ ադրբեջաներեն չէ ըստ էության, որտեղ խուդան պարսկերենից է, վանքը հայրենից է փոխառված։ Ինձ համար պարզ է, որ քարոզչությունը, հա, դասագրքերը չեն փոխվել։ Այս խաղաղության գործընթացին զուգահեռ, այսպես ասած, դրանք շարունակվում են եւ ոչնչացնելը, հա, ժառանգությունը եւ գերի պահելը ինձ համար այնուամենայնիվ պատերազմի դրսեւորում է։ Եվ կարող է ի հեճուկս այդ ամենի մենք ասենք, որ Ադրբեջանը փոխվել է։ Ոչ մի բան չի փոխվել, ցավալիորեն ոչինչ չի փոխվել եւ պատերազմը շարունակվում է, տեսեք, կարիք չկա ամենևին ռազմական գործողության, երբ դու կարող ես ուժի սպառնալիքով ստանալ տարածք, ապա անմտություն կլինի այդ տարածքը։ Ինչու ես քո զինվորին այդտեղ բերում եւ սպանում։ Հետևաբար դա մեկ, երկրորդը, եթե դու կարողանում ես փափուկ ուժի մեխանիզմներով այդ տարածքը ըստ էության յուրացնել, ապա ինչ կարիք կա դա անել, ինչպես ասում են, բռի կոպիտ ձևերով, երբ նաև դիմացի կողմը չի լինի թմրեցված վիճակում։ Եթե մեկը զենքով գալիս է ձեր տան վրա, դուք հստակորեն հասկանում եք, որ այդ մարդը
ագրեսիա եք իրարում եւ փորձում եք ձեր ունեցած բոլոր հնարավորություններով պաշտպանվել եւ խիստ պաշտպանվել։ Եթե մեկը գաղտնի գործարքներ է կնքում փաստաթղթերի, զանազան մանիպուլյացիաների միջոցով փորձում է խլել ձեր տունը, դուք դա չեք նկատում, դուք գտնվում եք ըստ էության այդ ոչ դիմադրողական վիճակում, վերջում եք տեսնում արդյունքը։ Հիմա իրենց քաղաքականությունը երկուսն էլ է, որտեղ հնարավոր է սպառնալիքի ուժով, որտեղ անհնար է այսպես կոչված փափուկ ուժի մեխանիզմներով։ Բենզինը դրա դասական օրինակն է, տեսեք, գեղեցիկ հատվածից եկանք առօրեական հատվածի։ Ինչ է ասում Իլհամ Ալիևը Դավոսի ֆորումում, ինքը դա ներկայացնում է գրեթե բարեգործություն հայ ժողովրդին։ Ոչ մի բարեգործություն էլ չկա, չէ։ Ի վերջո գումար է տրվել այդ բենզինին, բենզինը գնվել է լավ է, վատ է, ես համարում եմ, որ վատ է։ Մեկը կարող է համարել լավ է, բայց դա բարեգործություն չէ։ Բարի կամքի դրսևորում էլ չէ։ Բարի կամքի դրսևորման օրինակ կարող է լինել, եթե այդ բենզինը մտներ հենց սահմանից, Հայաստան-Ադրբեջան սահմանից, դա այդպես չի եղել, Վրաստանով է մտել։ Ինչու դա այդպես չի եղել։ Մեր կողմից հնչում է, չէ՞։ Մենք էլ պատրաստ ենք Ադրբեջանից Թուրքիա բեռնափոխադրումները եւ Թուրքիայի, ինչու դա չի արվում։ Ոչ, դա չի արվում, որովհետեւ Իլհամ Ալիևը սպասում է իր երազած Զանգեզուրյան ճակերտավոր միջանցքին։ Նա համարում է, որ եթե այս այլ ճանապարհներ օգտագործվեն, ապա իր այն խոսույթը, որ դա իրենց համար չափազանց կարևոր է, կարող է հարցականի տակ գնալ։ Հետևաբար չի էլ օգտագործելու դա։ Եվ հակառակը 1991 թվականից իմ տպավորությամբ Իրանը մեր շատ անկեղծ բարեկամն է, այն առումով, որ նրանք իսկապես շահագրգռված են, որ Հայաստանը լինի անկախ պետություն։ Եվ ես հիշում եմ 92 թվականին մենք նախագահի հետ, առաջին նախագահի հետ գնացել ենք Սյունիք եւ այնտեղ դա նույնը նա ասաց, որ ավելի անկեղծ բարեկամ քան Իրանը մեզ համար գոյություն չունի։ Դա կփոխվի այս փոփոխությունների ազդեցության տակ։ Չեմ կարծում, թե կփոխվի, անշուշտ որոշակի սուր կետեր կարող են հայտնվել, հայտնվում են պարբերաբար, բայց ընդհանուր առմամբ մենք երկու ցուցիչ ունենք վստահաբար պնդելու, որ իրանական դիրքորոշումը մեր հանդեպ դրական դիրքորոշումները չեն փոխվի։ Առաջինը դա իրանական թե պետական եւ թե հանրային ընկալումն է հայերի։ Հայերը ես հաճախ եմ ասում, ես երկու երկրում եմ տեսել, որ հայերի հանդեպ կան նման դրական վերաբերմունք, նույնիսկ որոշ դեպքերում չափից դուրս դրական վերաբերմունք, Հունաստան եւ Իրան։ Ըստ էության երկու երկրներում էլ հայերը ունեն շատ դրական ընկալում թե պետական մակարդակում, թե ժողովրդական մակարդակում։ Սա շատ կարևոր ցուցիչ է, որը թույլ չի տալիս Իրանի, նույնիսկ թույլ չի տա Իրանի ցանկացած այլ կառավարության փոխել իր դիրքորոշումը, որովհետեւ բնակչության վերաբերմունքը շատ կարևոր է, նրանք ձևավորում են նաև քաղաքական մտածելակերպը։ Երկրորդ կարևոր հանգամանքը Իրանի եւ Հայաստանի պատմական անցյալն է։ Ես բերեմ օրինակ, միջին վիճակագրական իրանցին դա լավ է, վատ է, կարող ենք հետո քննարկել։ Հայերին դիտարկում է որպես իր գրեթե իր նման մեկը, որը եվրոպականացված է, որը քրիստոնյա է եւ որը ավելի եվրոպականացված է, քան ինքը։ Միջին վիճակագրական իրանցու տրամաբանությամբ հայերը ինչ որ յուրատեսակ իրանցիներ են, որոնք քրիստոնյա են եւ եվրոպականացված են ավելի եւ դա լավ է, որտեղ իրենք են ձգտում դրան, ոչ կրոնական իմաստով, բայց եվրոպականացման իմաստով այդ ձգտումը կա։ Հետևաբար այս ընկալումները շատ կարևոր են, եթե քաղաքական դաշտ վերադառնանք, ապա քաղաքական դաշտում անշուշտ շահերը։ Իրանի շահը որևէ պարագայում ես չեմ տեսնում որևէ դասավորություն, երբ իրանական շահը այն կլինի, որպեսզի այս տարածաշրջանում Աստված մի արասի հայկական պետություն գոյություն չունենա եւ այդ պետությունը չլինի հնարավորին ուժեղ, հնարավորին զորեղ եւ ինքնիշխան։ Ինքնիշխանություն բառը մաշեցրել եմ, մարդ չի ուզում արտաբերել։ Այսինքն ինքնիշխանությունը դա բանում պատկառուցելն է, այսպես ասած, հա։ Եվ մինչև այդ պատը հասնելը ադրբեջանական դրոշը տեսնելը եւ ճակերտներով եմ ասում վայելելը։ Վերջին հարցը, որը ձեզ երևի տալիս են, եթե ռեժիմը Իրանում փոխվի, եթե Շահզադե, այսինքն արքայազնը, հա, Ռեզա Փահլևին գա իշխանության, դա կփոխի Իրանի վերաբերմունքը։ Ձեր ասելով կարծես թե չի փոխի։ Ըստ էության ես շատ քիչ հավանական եմ համարում, որ Իրանում կարող է վերադառնալ գահանկարծ։ Հա, քիչ հավանական է։ Այո, շատ քիչ Երկու բառով խնդրում եմ հիմնավորել։ Տեսեք, մենք հաճախ տրվում ենք քարոզչական, ասեմ այսպես, հոսքերին, եւ դա բնական է,
որ կողմից քարոզչությունը շատ ավելի ուժեղ է, իսկ այդ քարոզչությունը ուղղակի հորդում է։ Տեսեք, դուք ասացիք, եթե ռեժիմը փոխվի։ Ինքը ռեժիմ բառը արդեն բացասական լիցք ունի իր մեջ, եթե իշխանությունը փոխվի, կարող ենք ասել, բայց դա էլ քարոզչական այդ հոսքերի պարբերաբար որևէ պարագային որևէ մեկը չի լսում, չէ՞, Տրամպի ռեժիմ, բայց բոլորը լսում են իրանական ռեժիմ, չգիտեմ, այաթոլլաների ռեժիմ եւ այլ եզրույթներ, հետեւաբար քարոզչական ազդեցությունն էլ կա։ Բայց այդ նույն քարոզչական ուռճացման արդյունք է նաև այդ թագաժառանգը։ Իրանում եթե մենք համարենք, որ վերջին ցույցերի ընթացքում նույնիսկ 1 միլիոն մարդ, որը այդպես չի եղել, վանկարկել է թող շահը վերադառնա, այդ արքայազնը վերադառնա, ապա 1 միլիոնը հաշվեք 92 միլիոն գրեթե բնակչության մեջ քանի տոկոս է կազմում, շատ չնչին տոկոս։ Իրանում մենք ունենք յուրատեսակ իրավիճակ, ամենևին չի նշանակում, եթե հանկարծ Իրանում տեղի ունենա իշխանափոխություն, ապա վերադառնալու է արքայազնը, առավել եւս եթե այդ իշխանափոխությունը տեղի ունենա արտաքին միջամտության հետևանքով։ Մենք տեսել ենք այդպիսի միջամտություններ Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում իբր դեմոկրատական իշխանություն է, չէ՞, քրդերի ցեղասպանություն, ալևիների ցեղասպանություն, էթնիկական փոքրամասնությունների, դրուզների ցեղասպանություն եւ այլն եւ այլն։ Հետեւաբար նրա գալու շանսերը շատ քիչ են, եթե ասենք օրինակ շատ անհավանական սցենար եմ ասում, Միացյալ Նահանգները չիրականացնի հսկայական եւ արյունալի ցամաքային օպերացիա, որի հետևանքները դեռևս պարզ չեն, եւ ինչպես ասում են ամերիկյան տանկի վրա չբերի այդ թագաժառանգին նստեցնի Իրանի գահին։ Բայց այդ պարագայում եւս չեմ կարծում, թե Իրանի հանրային կարծիքը կփոխվի հայության վերաբերյալ։ Սա անհավանական սցենար է, կրկնեմ, իմ համար առնվազն անհավանական, այ առասպելի շատ դասական օրինակ կարող է լինել, չգիտեմ, որի հավանականությունը ըստ էության ձգտում է 0-ի, բայց այս պարագայում էլ չեմ կարծում, թե իրանական աշխարհայացքը կփոխվի մեր նկատմամբ, հայերիս նկատմամբ։ Լավ, այդ դեպքում հնարավոր է Իրանում լինի թուրքամետ կամ չգիտեմ ադրբեջանամետ ինչ-որ իշխանություն, որի արդյունքում կփոխվի։ Ադրբեջանամետ կամ թուրքամետ իշխանության հավանականությունը քիչ է, բայց մենք պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք։ Իրանցիները Ադրբեջան կոչվող պետության պարագայում նույնպես աշխատում են, իրենք միանշանակ քաղաքականությունը միանշանակ, ասեմ այսպես, մտրակի քաղաքականություն չէ, մտրակի եւ թխվածքաբելիթի քաղաքականությունը։ Թուրքիայի պարագայում մենք գործ ունենք հավերժական ախոյանների հետ։ Այդ հարաբերությունները կարող են լինել որոշակի փուլերում բարեկամականի ձգտող, շատ դրական լիցքերով եւ այլն, բայց ախոյանությունը չի վերանում։ Իրանի պարագան շատ հետաքրքիր է, կարծում եմ Թուրքիայի պարագան էլ է այդպիսին։ Իրանը եւ Թուրքիան իրենց տեսլականում, իրենց այդ նույն այդ պետության ազգի տեսլականում իրենց չեն դիտարկում որպես տարածաշրջանում ճակերտների մեջ շարքային պետություն։ Նրանք համարում են, որ իրենք պետք է լինեն մերձավոր արևելյան տարածաշրջանում առնվազն գերտերություն տարածաշրջանային մակարդակով։ Հետևաբար ցանկացած իշխանության պարագայում էլ թե Թուրքիան, թե Իրանը մնալու են միմյանց ախոյաններ, հակառակորդներ, որոնք կարող են ունենալ տարբեր փուլեր, սրացումներ իրենց հարաբերությունների մեջ, ջերմացումներ եւ այլն, բայց ախոյանության հանգամանքը չի վերանա։ Իրանի ներսում էլ տեսեք հաճախ էին ասում, չէ, Փեզեշքյանը ադրբեջանցի է։ Բայց դա չազդեց, այսպես ասած, ըստ էության ոչինչ տեղի չունեցավ, ոչ մի բան տեղի չունեցավ եւ ես այն քչերից մեկն էի, որ պնդում էի, որ դա որևէ նշանակություն չունի։ Եվ մի կարևոր հանգամանք էլ, քանի որ խոսեցինք, եթե ժամանակը թույլ կտա, ադրբեջանական ինքնությունը կերտվել է Արաքսից հյուսիս ընկած տարածքում 19-րդ դարում, այն ժամանակ, երբ նույն լեզվով խոսող Արաքսի հյուսիսային եւ հարավային ափերը գտնվում էին տարբեր պետությունների միջև։ Հետևաբար այն ինքնությունը, որը կերտվում էր նաեւ ցարական իշխանությունների սկզբնական փուլում աջակցությամբ, որպիսի տարածքը նաեւ մտովի գաղափարական իմաստով, աշխարհացքի իմաստով կտրեն Իրանից, չէր տարածվում այդ գործընթացը Արաքսի հարավային ափին։ Այնտեղ բոլորովին հակառակ վեկտորներ։ Տեղի թյուրքախոսները մտնում էին իրանականության ծիր, իրենց համարում էին Իրանի լիարժեք քաղաքացիներ, Իրանի պատմական ժառանգության, մշակութային ժառանգության կրողներ։ Արաքսից հյուսիս այդ գործընթացը փոխվում էր, թյուրքականացում էր գնում գաղափարախոսական իմաստով։ Հետևաբար մենք չենք կարող խոսել նույն էթնիկական հանրույթի մասին։ Դա մոտավորապես նույնն է, եթե մենք խոսենք, ասենք օրինակ ավստրիացիների եւ գերմանացիների մասին։ Ավստրո-հունգարական կայսրությունը կերտել է բոլորովին այլ ինքնություն, անշուշտ երկու հանրույթներն էլ գերմանախոս են, իրենք հասկանում են, որ իրենք ցեղակից են,
գոնե լեզվական մակարդակով երկուսն էլ լեզուն կոչում են գերմաներեն, այստեղ լեզուներն էլ տարբեր անուն ունեն Ադրբեջանի եւ Իրանի թյուրքախոսների պարագայում, բայց գերմանացին իրեն չի համարում ավստրիացի եւ հակառակը։ Իհարկե անեկդոտն էլ կա Հիտլերի հետ կապված եւ որ ավստրիացիները ամենախորամանկն են, որտեղ աշխարհին համոզել են, որ Հիտլերը գերմանացի էր։ Իրականում Հիտլերը ավստրիացի էր, բայց այսուհանդերձ ավստրիացիները ունեն այլ ինքնություն, ամերիկացիները, անգլիացիները ունեն այլ ինքնություն, ռուսները եւ ուկրաինացիները մենք քաջ գիտենք, չէ, որ ըստ էության նույն արևելասլավոնական նույն հանրույթի հիման վրա ձևավորված երկու էթնիկական միավորներ են, որոնց պատմությունը ընդհանուր է, Կիևյան Ռուսիան որքանով ուկրաինական է, նույնքանով բելարուսական է, նույնքանով ռուսական է, բայց այսուհանդերձ ի հայտ են եկել տարբերություններ։ Իրանի պարագան էլ այդպես է։ Այսինքն իրանական ադրբեջանցիները, եթե նույնիսկ շատ ուժեղանան, նրանք չեն լինի Ադրբեջան պետության կողմնակիցներ։ Ասեմ ավելի հասկանալի ձևով, Իրանում մենք չունենք սփյուռք ադրբեջանական սփյուռք։ Իրանում ադրբեջանցիների հետ միևնույն լեզվով խոսող հանրույթը, թյուրքախոս հանրույթը, ատրպատականում հիմնականում բնակվող հանրույթը իրեն չի գիտակցում Ադրբեջան կոչվող պետությունից դուրս բնակվող սփյուռք ադրբեջանցիներ։ Հա։ Իրենք համարում են, որ Իրանը իրենց պետությունն է եւ դրա իրավունքն էլ ունեն։ Ըստ էության ժամանակակից Իրանը կերտել են բազմաթիվ էթնիկական հանրույթներ, որոնցից մեկը նաեւ թյուրքախոսներն էին, հատկապես Սեֆյան շրջանում։ Արքայատոհմը Սեֆյանները իրենք թյուրքական ծագում չունեին։ Ըստ էության եւ Արքայատոհմի նախապապը Շեյխ Սաֆիադդին Արդաբիլին գրում էր տեղի դեռևս իրանական լեզվով Արդաբիլ քաղաքի արտավետ մեր ավանդույթի մեջ, որը այժմ գրեթե մեռած լեզու է, իրանական լեզու էր, ոչ թյուրքական լեզու։ 16-րդ դարից սկսած տարածքը թյուրքախոսը սկսում դառնալ աստիճանաբար, բայց տարածքի բնակչությունը մասնակցում է համաիրանական պետության կերտմանը։ Պարադոքսալ իրավիճակ կա, եթե մենք դիտարկենք այսօր Իրանի քաղաքական համակարգում երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին, ապա հոգևոր առաջնորդը Խամենեի, Խամենե քաղաքը Թավրիզից շատ հեռու չէ, սերում է այդ քաղաքից, նրա հայրն է ծնվել այդ քաղաքում, եւ Մասուդ Փեզեշքյանը նույնպես այդ տարածաշրջանից է։ Հետևաբար մենք չենք կարող ասել, թե Այաթոլլահ Խամենեին իրեն համարում է սփյուռք ադրբեջանցի, որը կառավարում է Իրանը, եւ Փեզեշքյանը իրեն համարում է սփյուռք ադրբեջանցի եւ իր հայրենիքն է դիտարկում Բաքուն։ Այդպիսի բան չկա։ Ոստի մեր պրիզմայով էթնիկական իրավիճակը դիտարկելը սխալ է, մեզ համար շատ դժվար է դա անցալելը, որովհետև մեր էթնիկական ինքնությունը, մեր էթնիկական պատմությունը անցել է այլ ճանապարհով, բայց այնտեղի պարագան ուրիշ է։ Այլ խոսքերով, աշխարհի ցանկացած մեկը, որը մայրենի լեզու համարում է հայերենը, պետք է որ հայ լինի։ Այդպես է, բայց աշխարհի ցանկացած մարդ, որը խոսում է ատրպատականյան թյուրքերենով կամ ադրբեջաներով, դեռևս փաստ չէ, որ ադրբեջանցի է։ Ինչպես անգլիախոսը անգլիացի չէ։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։